Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտա հայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Հայաստանի մեջ կայացած խորհրդարանական ընտրություններու նյութը այս քննարկված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ծիրեններս։ Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Պերսեն վերահաստատած է Հայաստանի ժողովրդավարական զարգացման աջակցելու պատրաստակամությունը։ Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը անդրադարձած է ընտրական գործընթացին, խոսելով ընտրակաշառքներու ապատեղեկատվության եւ արտաքին միջամտության մասին։ Անոր խոսքով ընտրություններու արդյունքով Հայաստանի քաղաքացիները վերահաստատած են խաղաղության, ժողովրդավարության եւ բարեփոխումներու ուղին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խորհրդարանական վեհաժողովի ամառնային նստաշրջանի լիակմար նիստին անդրադարձած է Հայաստանի մեջ կայացած խորհրդարանական ընտրություններուն։ Հայաստանի մեջ կարևոր իրադարձությունը տեղի ունեցած է առաջնահերթություն է պաշտպանել ուժեղ ժողովրդավարական հաստատությունները, քաղաքական բազմագործությունը, հանրային համախմբվածությունը եւ վստահությունը շեշտած է Ալեն Պերսեն։ Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին ժողովրդավարական թիմագայունության սահմանադրական բարեփոխումներու ճանապարհին, նաեւ ապատեղեկատվության թեմ պայքարին։ Պերսեն նաեւ ողջունած է Հայաստանի եւ Թուրքիո միջև շարունակվող գործընթացները։ Ելույթով հանդես եկած է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովներս հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նույնպես անդրադառնալով Հայաստանի մեջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններուն։ Անոր խոսքով անոնք առանձնահատուկ էին քանի մբաժաններով։ Առաջին հերթին խոսքը 3 հիմնական ինտիմատիր կուսակցություններու գիրառած ընտրակաշառքի զանգվածային եւ համակարգված գործունեության մասին էր։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները գհրաբարակային այդ կուսակցություններու անդամներու կամ ներկայացուցիչներու ցայնակրությունները։ Անոնք կխոսեին այն մասին, թե ինչպես տրամգուտան մարդոց ցայներ ստանալու համար մանրամասնած Ռուբինյանը։ Երկրորդ առանձնահատկությունը Հայաստանի մեջ իշխող կուսակցության թեմ զանգվածային ապատեղեկատվական արշավներ։ Դարձյալ գրեթե ամեն օր արտասահմանյան որոշ երկրներու մեջ գեղձ լուրեր կհրաբարակվեին, ապա այդ լուրերը կներմուծվեին եւ կդարածվեին Հայաստանի մեջ այդ ինտիմատիր կուսակցություններուն կողմէ։ Երրորդ եւ հիմնական առանձնահատկությունը արտաքին միջամտություններ Հայաստանի քաղաքականության եւ ընտրություններուն։ Արտաքին թերագադարները նույնիսկ տնտեսական միջոցառումներ կիրառած են եւ այս ամենուն նպատակն էր ազդել ընտրություններու արդյունքներուն վրա։ Ռուբինյանը շեշտած է հակառակ ամեն ինչին Հայաստանի ժողովուրդը հստակ ընտրություն կատարած է եւ այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն է։ Ասիկա կնշանակե, որ Հայաստանը պիտի շարունակե իր ուղին Ադրբեջանի հետ ցերկ բերված խաղաղությունը համագարկայնացնելու, Թուրքիո հետ կարգավորման գործընթացը շարունակելու եւ ամենեն կարեւորը ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ։ Հուսանք այս կազմակերպության աջակցությամբ, բայց պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանի մեջ կա արտարադատության հսկայական պահանջ բաժելու բոլոր անոնք, որոնք համագարկած եւ իրականացուցած են ընտրակաշառքի այս զանգվածային գործունեությունը եւ ժողովուրդը կպահանջի արտարադատություն։ Ռուբինյանը եզրափակած է, այդ արտարադատությունը պետք է իրականացվի։ Ադրբեջանական համացանցի դարանցումը Հայաստանի դարածքեն վերջին օրերուն փուրն քննարկումներու առիթ դարձած էր։ Փորձագետներու քննադատմամբ խոսքը հայաստանյան ցանցին միանալու կամ տվյալներու հասանելիության մասին չէ, այլ բացառապես տարանցիկ կապուղի։ Անոնց խոսքով համացայնագիրը կրնանպաստել կապուղիներու բազմազանեցման եւ դարաշրջանային փոխկապակցվածության զարգացման առանց հայկական համացանցային ենթակայությունների նկատմամբ վերահսկողության փոխանցման։ Հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին պետք, այսինքն Ես կազմից մուքել ենք ինչ-որ կախվածության։ Ադրբեջանական համացանցը Հայաստանի դարածքեն պիտի անցնի, բայց հայկական ցանց պիտի չմտնե։ Հայկական եւ ադրբեջանական հեռահաղորդակցության ընկերություններու ստորագրած համացայնակիրը ճիշտ այդ մասին է։ Մարտիրոսյանը մանրամասնած է։ Նշանակում է, որ երկու կողմը օգտագործում են մյուսի տարածքը զուտ խողովակ անցնելու համար։ Ամենեն շատ հնչող հարցբնդումն է, թե այս համացայնագրով Ադրբեջանը պիտի ստանա վերահսկողություն հայկական համացանցային ենթակառույցներուն նկատմամբ։ Դեղեկատվական անվտանգության հարցերու փորձագետը պատասխանած է։ Հայաստանը արդեն իսկ դարաձաշրջանային խոշոր դարանցիկ հանքույց է։ Հայաստանը նաև ուրիշ երկրներին տրամադրում է տարածք ինտերնետ կապի համար ենթակառուցվածքներով հաստատի 10-15%-ն է, որ Հայաստանի ինտերնետն է։ Այն մնացածը Իրաք, Աֆղանստան, Քուվեյթ, այսինքն իրականում մենք հյուսիս-հարավով տենց բան ենք տրամադրում։ Մենք զուտ տալիս ենք իրենց տարածք, որով իրանք անցնում են։ Ոլորտի մասնակիցները հորդորած են հարցը դիտարկել գործառութային տեսանկյունեն։ Արթուր Բաբայանի դեղեցությամբ օրինակ ճիշտ տվյալ հայկական ընկերությունը իռլանդական ընկերության հետ գործարքի բերումով շարքման անվտանգության ստուգումներ է անցած է եւ ուղղակի չի կրնար թույլ տալ հայաստանյան օկտադերերու տվյալներու որևէ արտահոսք։ Ադրբեջանին դա պետք է Նախճիվանի հետ կապելու պլյուս արևմտյան ուղղությունը ավելի ուժեղացնելու։ Մեր համար դա էլի
հնարավորությունը արդեն էլի արևմուտք արևելք տարանցիկ տրասաներ օգտագործել, այնտեղ Ղազախստանն է, որը ստանում է հնարավորություն այս մայրուղիները օգտագործել։ Գործարքը երկկողմանի շահավետ է, քանի որ Հայաստանին եւս պետք են հնարավորինս շատ մուտքեր եւ ելքեր։ Հիմա գաղվածությունը գլխավորապես մեկ երկրի է։ Հիմնական Վրաստանում է գնում, ինչ որ մաս փոքրիկ Իրանով։ Այդ տեսանկյունից էսա թեման առանձին, եթե զատ նայենք, Հայաստանը բավականին խոցելի վիճակում է ինտերնետը, որովհետև փաստացի մեծ հաշվով մի երկրից ենք կախված։ Գլխավոր մալուխը, որը մեզ բերում է այս ինտերնետը, թվայնացում եւ այլ, այդ ոլորտում դա գալիս է Վրաստանից։ Մի հատ հիշեք ինչքան հաճախականությունը, որ այդ մալուխը վթարի է ենթարկվում։ Քաղաքակետը հիշեցուց դարիներ առաջ էր, որ վրացի 75-ամյա մեծ մայրիկը վնասած էր Եվրոպայեն դեպի Հայաստան ցկվող մանրատելային մալուխային մայրքիձը, որուն հետևանքով համացանցային գաբե զրկված էր Հայաստանը։ Այս մալուխը, որ մենք տալիս ենք Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ավտոմատ մեզ տալիս է այն մալուխները, որը ինքը ունի, ավտոմատ։ Փոխադարձ է դա։ Հիմա այն մալուխը, որը գնում է կենտրոնական ասիական երկրներ, ինչով է վատ մեզ համար։ Հիմա կենտրոնական ասիայի երկրների հետ կաշխատենք, նույն Ղազախստանի հետ փայլուն հարաբերություններ, բայց այլ երկրներն էլ շահագրգռված են։ Ուրեմն դա փոխադարձ process է։ Ու դրանով դու ներգրավում ես նաև Ադրբեջանը ընդհանուր շահերի մեջ, Որքանով կարելի է վստահել Ադրբեջանին հանրության գլխավոր մտահոգությունը ոչ թե կորզառութային է, այլ քաղաքական, կգարձե Գրիգորյանը։ Անշեշտած է, խաղաղությունը միայն ստորագրված փաստաթուղթ չէ, ու միայն փաստաթուղթի ստորագրումով չէ, որ պիտի հաստատվի ու արմադանա խաղաղությունը։ Կարևոր են այսպիսի կորզարկները։ դա ավտոմատ նշանակում որ Ադրբեջանը մեզանից կախվածության մեջ։ Փող կապվածությունը եւ տնտեսական ոլորտում եւ անվտանգային ոլորտում անչափ կարևոր բաղադրիչ է։ Որևէ կորզարք նույնիսկ կենցաղային առօրյա վտանգներ ունի, բայց շատերը հիմա վտանգները կցևափոխեն, վախերու ու կդարածեն մարդոց շրջաններս։ Վերջին օրվան հայտարարությունները իմիդի փերավ Գրիգորյանը։ Դա շատ վտանգավոր է, երբ որ այդ վախը հասարակության մեջ մտցնում են։ Որ այ Ադրբեջանը ուրեմն ռիսկային է, այ Վրաստանը ռիսկային չի, այ Ամերիկան ռիսկային չի, չէ, ամեն ինչ էլ իր պարունակում է դրականը եւ ռիսկեր, ուրեմն միշտ պրագմատիկ պետք է մոտենանք։ Անհիշեցուց, որ ադրբեջանական մեքենավարության վարելիքի Հայաստան մուտքի ժամանակ գար այդպիսի աղմուկ, մինչդեռ Դրա շնորհիվ է որ մի քիչ գները ընկան ու այդ Հորմուզի նեղուցի ճգնաժամի ժամանակ գները բենզինի թրիչք չարան Հայաստանում։ Պետք է աճեին, ճաճեցին հենց Ադրբեջանի բենզինի շնորհիվ, որ գալիս էր։ Հենց Ադրբեջանի բենզինի մուտքը, Իրանի բենզինի մուտքը Հայաստան բերեց նրան, որ մեզ Ռուսաստանից շանտաժ չեն անում բենզինի գնի հարցով դիզելի։ Մեզ շանտաժ են անում գազի հարցով, քանի որ այլ ընտրանքներ գրեթե չկան։ Միտքս ինչու՞մ է։ Այլ ընտրանք ստեղծելը նաև Ադրբեջանի հետ դա նորմալ է, պետք չի վախենալ ու կան ինստրումենտներ սահմանափակել համագործակցությունը, եթե մեծ թափ առնի ինչ որ ժամանակ հետո։ Մեքենավարության վարելանյութը հիմա էլ գուքա, բայց այսօր այլևս աղմուկ չկա։ Վերադառնալով վերջին օրվան աղմուկին, փորձակետները ընկերութեն են, անգամ եւս ճշտած են, խոսքը համացանցի վաճառքի կամ հայկական ցանցին միանալու մասին չէ, երբ փոխանցումը պիտի գդարվի DWDM ցանցի մագարտակով, այսինքն ադրբեջանական դվյալները բարձաբես պիտի անցնին հայկական գաբուղիով։ Ադրբեջանը հասանելիություն պիտի չստանա հայկական դվյալներուն կամ ներքին ցանցին։ Ընկերութենեն նաև նշած են, որ կորձնականի մեջ Հայաստանը եւս կրնա օգտվել ադրբեջանական ենթակառույցներեն, սակայն նման ծրագիր այս բահուն չկա։ Միացման երկու կետ նախադեсված է՝ Գորնիցորի ու Երասխի մեջ, բայց հարգավ ազգային անվտանգության ծառայության թույլտվութեն են յետք միայն։ Իսկ այս համաձայնագրի մեջ արդարոց վտանգ տեսնողներուն Սամվել Մարտիրոսյանը հիշեցուցած է, քննարկումը սխալ տեղ է։ Արդեն մի քանի տարի է ադրբեջանական Delta Telecom-ը գնել է Վրաստանում Caucasus Online մայրուղիները, եթե մտահոգվում ենք, մտահոգվել պետք է ավելի շուտ։ Այնտեղով անցնում է հենց մեր տրաֆիկը, այսինքն բավականին մեծ հատված է։ Առողջության համընդհանուր ապահովագրության համագարքի ներդրման գործընթացի մեջ հանգրվամը եւս հասած է իր ավարտին։ Երկօրյա մրցույթի արդյունքներով ընտրված են հիմնադրամի հոգապարծներու խորհրդի անդամներն ու գլխավոր տնօրենը։ Կառավարությունը վստահ է, որ նոր գազմը ստանձնելով համագարքի կառավարման հաջորդ փուլը պիտի շարունակի առողջապահական այս լայնածավալ բարեփոխումը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը արդեն ունի ղեկավար կազմ եւ գլխավոր տնօրեն։ Երգորիա քննարկումներ են ու փուրն հարցազրույցներ են յետ հայտնի դարձան մրցույթին հաղթողները։ Նիստերը հունիս 23-ին եւ 24-ին վարած է անցամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարարուհի Անահիտ Ավանեսյանի խոսքով ընտրությունը անցած է երկու փուլեր է։ Նախ հայտերը զտված են, ընտրված են պահանջներուն համապատասխան տեխնազուները, ապա անոնց հետ հարցազրույց իրականացված է։ Տեխնազուները ներկայացուցած են ոլորտի զարգացման եւ կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնակիտական փորձառությունը, պատասխանած են մրցույթային հանձնաժողովի անդամներուն հարցերուն։ Այնուհետև տեղի ունեցած է քվեարկություն, ամփոփված են քվեարկության արդյունքները։ Հոգապարծուներու խորհրդի անդամ ընտրված են Կալիֆոռնիա համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շխրդմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության բաժանմունքի տեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային արևդուրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արդաշես Դոնոյանը, Առողջապահության համաշխարհային գազագերբության Ուկրաինո գրասենյակի խորհրդարանական Թումաս Բալոն, Կայզեր Պերմանանտե ընկերության տարածքային ղեկավար Խոժամ Կրոստոմյանը։ Հիմնադրամի գլխավոր տնօրեն ընտրված է Բերեգե բանկ Ղազախստանի գլխավոր տրամական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը։ Վարչապետը շնորհակալություն հայտնած է մրցույթային հանձնաժողովի անդամներուն Երգորիա համատեղ արդյունավետ աշխատանքին համար։ Առողջության ապահովագրության համակարգը շատ էական եւ շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար եւ այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում ըստ էության Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումը ընտրված անդամներին եւ իհարկե կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը բնականաբար շատ էական դեր են ունենալու process-ում քաղաքականությունները մշակելու առումով եւ այդ քաղաքականությունը կիրականացնի հիմնադրամը հոգաբարձուների խորհրդով եւ գլխավոր տնօրենով իհարկե այս process-ի կառավարման մեջ շատ էական դեր ունեն նաեւ շահառուները որոնք իրենց ամենօրյա արձագանքներով եւ գոհունակության իրենց աստիճանով անխուսափելիորեն ազդեցություն պիտի ունենան process-ների վրա եւ իհարկե մեր բժշկական հարգելի հանրությունը, որի ներկայացուցիչները հարգելի ներգրաված էին մրցութային հանձնաժողովում։ Վարչապետը ընդգծած է, որ իրենց ընկալումներ ձևավորել հավասարակշռված հոգապարծուներու խորհուրդ եւ ընտրել գլխավոր տնօրեն այն ըմբռնմամբ, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգապարծուներու խորհուրդը եւ գլխավոր տնօրենը ձևավորեն հավասարակշռություններու որոշակի համագարկ, որալ իր հերթին ապահով է հիմնադրամի եւ ընդհանրապես առողջության համընդհանուր ապահովագրության համագարկի ընդհանուր զարգացումը եւ հաջողությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր մինչև այս պահը process-ը իրականացրել են եւ ուղեկցել են, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին այս ընթացքում իր կատարած աշխատանքի համար, համոզված եմ, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը process-ին եւ թույլ տվեք ասել, որ նաեւ մեր քննարկումը ինձ համոզեց, որ մենք ունենք բավարար ներուժ, մինչև այս պահը բավականին հաջող ընթացող բարեփոխումը շարունակենք հաջողությամբ։ Երկրի ղեկավարը ընդգծած է, թե կսպասվի ամբողջ բնակչության ներառումը առողջության ապահովագրության համագարկին մեջ, ինչ որալ մեծ եւ ծավալուն աշխատանք կպահանջի։ Կառավարության աշխատվան նիստին Քորձաթիր իշխանությունը հաստատած է գյուղատնտեսության աջակցության նոր ծրագիր, աջակցելով խիտ այգիներու սեփականադերերուն արտահանման դժվար պայմաններուն ներքո։ Քննարկված են նաև արտահանման շուկաներու բազմազանեցման ընթացքը, Եվրասիական տնտեսական միութենեն ներս ստեղծված իրավիճակն ու տնտեսության վերջին ցուցանիշները։ Արտահանման սահմանափակումներու այս փուլին վարկային բարդավորություն ունեցող խիտ այգիներու սեփականադերերը աջակցություն պիտի ստանան կառավարութենեն։ Շահառուները, որոնց վարկին մայր գումարի արդոնյալ ժամկետը ավարտած է, կամ պիտի ավարտի մինչև 2027-ի հուլիս 31, ժամկետը պիտի երկարացկվի 1 տարիով։ Արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց։ Արտոնյալ ժամկետ նշանակում է, որ ոչ տոկոսա տալիս, ոչ մայր գումար։ Այո, եւ որ այսինքն գումարը կունենան, կօգտագործեն, բայց տոկոս մայր գումար չեն փակի
եւ այդ սպասարկման հարցում կաջակցի կառավարությունը։ Հունիս 1-ին 25 արտահանված է 1071 տոն ձիրան, 882 տոն գերաս, 40 տոն խնձոր, 100 տոն թութ, թուզ, հաղարճ, մոշ, 87 տոն ելակ, ազնվամորի, 140 տոն լոլիկ։ Հայաստանեն ծաղիկ արտահանված է 16 երկրներ։ Փաշինյանը հետաքրքրվեցավ, թե ինչպես կհառաջանա բազմազանեցման գործընթացը։ Կա արդյոք ճգնաժամային իրավիճակ։ Տեսանելի գնանկում երկու ուղղություններով ծաղիկն է եղել, որի մասին մենք գիտեինք, եւ լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում եւ արկա բերքը կամ շուկայում ամբողջովին վաճառվում է կամ արտահանվում է։ Լոլիկի դեպքում էլ է վաճառվում, ուղղակի գները իջել են։ Արտահանման շուկաներու փնդրդուքը ըստ արտաքին գործոց նախարարին մեծ հետաքրքրություն հարաճացուցած է։ Արարատ Միրզոյանը նշեց, Եվրամիության, Գետրոնական Ասիո, արաբական երկրներու շուկաները նաև անմիջական հարևանները, օրինակ Թուրքիան, երբ բեռնափոխադրական խնդիրներ հարաճանալու ադեն կփորձեն զանոք կառավարել, օգնել գործարարության։ Մարտահրավերով հանդերձ, որը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերն են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին եւ մեծ հաշվով տեղի ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք եւ պլանավորում ենք։ Արտահանման աշխարհակրությունը ըստ Բաբոյանի լայն է։ Իրաքեն, Միացյալ Էմիրություններեն, Լեհաստան, Թուրքիա, Չեքիա, Ուկրաինա, Միջինասիական, Արևմտյան երկրներ։ Ամենավատատեսական կամ վատատեսական սցենարները, որոնք որ ի սկզբանե նաև մտածում ենք, դրանք չկան եւ ըստ էության մենք բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ կատարում ենք, պետք է շարունակենք աշխատել նաև հիմա գործընկերների հետ, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները բիզնեսի հետ այս օրերին Բելգիայում եւ Նիդերլանդներում են, ուղիղ հանդիպումներ են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, այդպես փորձում ենք հերթով երկիր կազմակերպություն գնանք։ Վարչապետին խոսքով աշխուժ աշխատին Եվրասիական տնտեսական միության հետ եւ այն կանխավարգածով չեն առաջնորդվիր, որ միութենեն ներս գդարվածը անշրջելի է։ Հիմա պետք է այդ ուղությամբ չնայել, նշեց Փաշինյանը, հավելելով, որ համոզված է, թե լուծումներ պիտի լան։ Եթե չլան, ադիգա կնշանակե միանգամայն այլ բան, առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա, եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ Վարչապետին խոսքով Եվրասիական տնտեսական միության ցեվաչափով քննարկելու առիթը առաջիկայում պիտի օգտագործվի, քանի որ ինչ Հայաստանի բարակային դեղի կունենա, անդամ քանի մը երկրներու մեջ ըստ անոր լուրջ անհանգստություն կհառաջացնե։ Փաշինյանը համոզված է, որ բազմազանեցման գործընթացներ Եվրասիական տնտեսական միության շարք մը երկրներու մեջ դեղի կունենան առանց հայտարարելու։ Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարա սենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արտնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք, էլի եմ ասում։ Հիմա հարցը հետեւ շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու։ Շուգայի խաղացողը լալու համար բոլոր ուղղություններով պետք է ավելնան արտադրանքի վաճառքի ծավալները։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց չափանիշի հարցը։ Չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։ Չպիտի լինի, ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից կամած չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն, չի լինելու դա, հիմա համոզելով չի,
Հիմա լավ հա եւ այս բանի համար ես ուրախ եմ, որովհետեւ մենք ոչ մեկը մեզ չի կարա այսօր որևէ պրետենզիա ներկայացնի։ Մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը։ Մի օր գալու է այդ ժամը։ Ինչ պատճառով, ինչ հանգամանքներով մենք չգիտենք, բայց այդ ժամը գալու է։ Գնացեք փոխեք։ Գնացեք լրջացեք։ Երկրի ստանդարտի հեղինակության հարցը։ Դա արգելակում այդ թվում խաղաղագործության նորմալ զարգացում։ Մենք չենք կարողանում գնահատել լավ խաղողի ինչ ծավալներ պետքա լինեն, բանի կոնյակի տեխնիկական սորտեր ինչքան, գինու սորտ ինչքան, սեղանի սորտ ինչքան։ Վերջին 3 ամիսներուն շարունակված է աշխատադեղերու թիվի աճը։ Մայիսին ունենք պատմական առավելակույն քրանցված աշխատադեղերը։ Նիստի տնտեսական օրագարկի քննարկումը շարունակելով հայտարարեց վարչապետը։ Մայիսին արձանագրված է 823,584 աշխատադեղ։ 2025-ի դեկտեմբերի ցուցանիշը 822,662 է։ Իհարկե ինչ որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները ավելացրել են։ Եվ դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է եւ պլանավորվում է իրականացնել։ Իջևանի մեջ UEFA-ի ճապանիշով պիտի գառուցվի 10,000 դեղանոց ֆուտբոլի մարզադաշտ։ Մեր երկրի մեջ 2029 թվականին դեղի պիտի ունենա ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որուն հիմնական պայմաններն է UEFA-ի 4-րդ կարգի մարզադաշտերու արգայությունը։ Դաշտի նախագծման համար հատկացվեցավ 177 միլիոն 828 հազար դրամ։ Որոշել ենք վստահել աշխատանքները միջազգային փորձ ունեցող նման մարզադաշտեր արդեն նախագծած եւ կառուցած Venuera Holding SP-ին, որը արդեն իսկ ներառված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման գործընթացում։ Հայաստանի մեջ պիտի ներդրվի իմեյլ ծածկակիրներու միասնական գրանցման համագարկ, որմով բջիջային գաբի ցանցին վրա պիտի գործեն միայն օրինական ներմուծված գրանցված հեռացայինները։ Նշվեցավ, որ իմեյլ ծածկակիրներու հսկողության բացակայությունը կնպաստի չմաքսազերծված գեղձ փոխված ծածկակիրներով բջիջային հեռացայիններու շրջանառության։ Հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաեւ կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկերի առաջացնում։ Հետևաբար նման ռիսկերի գնահատումը եւ դրանց չեզոքացումը մեզ բերել է առաջարկելու համապարփակ մի կարգավորում, որը հնարավորություն կտա ապահովել անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի իմեյլ կոդը առցանց գրանցելու հնարավորություն, ներդնել իմեյլ միասնական գրանցման վերահսկողության նոր պետական համակարգ, սահմանել շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից բջջային կապի ծառայություններ մատուցելիս իմեյլը գրանցված լինելու ստուգման պարտադիր պահանջ սահմանել։ Որոշումը ուժի մեջ պիտի մտնե հունվար 1-ին սկսյալ։ Վարչապետին խոսքով բջիջային հեռացայիններու շուկան երկրի մեջ ամենեն մեծ ըստվերային շուկաներն է։ Համագարկը պիտի նպաստի գրջադելու ըստվերային տնտեսությունը, բարելավելու հարկային վարչարարությունը, ղեկավարելու շուկան, պաշտպանելու սպառողը, կանխելու հեռացայիններու կողության խարտախության դեպքերը։ Ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու։ Թիրախը առաջին հերթին բիզնեսնա շուկան է եւ անհատների դեպքում կարծում եմ, որ որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետև կլինի կարգավորում, որ անհատական օգտագործման համար մարդիկ կարող են կսահմանենք այդ ինչքան է այդ թիվը տարին մի հեռախոսա, թե 2 տարին մի հեռախոսա ամեն անհատի պարագայում, իրանք կարող են ներմուծել, այսինքն դրանք կկարգավորվի։ Պետական եկամուտներու կոմիտեի ղեկավարը թիվերով հաստատեց վարչապետի բնդումը։ Մասնակիտական տարբեր քննադատականներով շուկայի մեջ ըստվերը 30-40% է։ Եթե մեր տնտեսության ստվերի գնահատականների հետ համեմատենք, բարձր է, այսինքն միջինի համեմատ ինքը բարձր է, այդ տեսանկյունից հետագայում երբ որ կունենանք քննարկումը եւ վերջնական մեխանիզմը կլինի, մենք մի հատ պատկերը կհասկանանք ու ըստ դրա կարող ենք նաեւ գնահատել պոտենցիալ եկամուտները այս քննարկումներից հետո։ Ընդգծվեցավ խոսքը բացառապես նոր հեռացայիններում մասին է։ Ադոնք երգիր բերել պիտի չարգիլվի, սակայն եթե չքրանցվի, ամբիդան պիտի լա։
Կառավարության նիստին յետ լրագրողներու հետ ջեբազրույցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է շարքը ներքին եւ արտաքին քաղաքական հարցերու։ Ան խոսած է Եվրոհանձնաժողովի նախագահի սպասվող արձելության օրակարգի, թրիփ նախագծի ընթացքի, դարձաշրջանային համագործակցության հնարավորություններու մասին, ինչպես նաեւ մեկնաբանած է Ադրբեջանի հետ տարանցիկ համացանցի համաձայնագիրը, ընդգծելով, որ տարանցիկ երկիրը ոչ թե կախվածության մեջ կհայտնվի, այլ ցերկ կբերե լրացուցիչ թեր ու նշանակություն։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի Հայաստան գադարելիք այցելության օրագարկի կարևորագույն հարցերը մեկը պիտի լա գյուղատնտեսական արտադրանքի մուտքը Եվրոպական միություն թյուրացված ապահովելու հնարավորությունը լրագրողներուն հետ ջեբազրույցի ընթացքին ըսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու ապա նաև Երևան պիտի այցելե հաջորդ շաբաթ Վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Եվ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Հնարավոր է քննարկվի միջին միջանցքի մեջ նաև Հայաստանը ընդգրկելու հարցը։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնագետար Մարտա Քոսը օրերս հայտարարած էր, որ չի պատկերացներ հզոր միջին միջանցք առանց Թուրքիո մասնակցության։ Պարզավոր թրիփ նախագծով Հայաստանը բոլոր ռեգիոնալ ծրագրերին ինտեգրվելու է անխուսափելիորեն եւ ընդ որում ել եմ ասում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիփն էլ կարող է լինել Եվ միջին միջանցքի մաս, եւ ավելի լայն նախագծերի մաս, ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք։ Իթեպ Հայաստանի վարչապետին քննադատմամբ ժամանակն է, որ դարաձաշրջանի երկրները հարավային Կովկասի մասին մտածեն, որպես մեկ ընդհանուր շրջան, ուր կան շատ ընդհանուր շահեր, բազմաթիվ նրբություններով հանդերձ։ Պարզավոր ամեն երկիր իր սպეციფიկ շահերը ունի եւ իր սպეციფიկ տեսլականը, բայց կարծում եմ, որ հարավային Կովկասի երկրները նաեւ շահերի շատ ընդհանուր կշռով են կապված եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Բադասխանելով հարցման, թե ինչ փուլի մեջ է թրիփ նախագիծը, վարչապետը ըսավ աշխատանքային գործընթացի մեջ է։ Սկսած նրանից, որ աշխատանքային խմբերը օրինակ երկաթուղու հնարավոր ուղիների վայրերում են տեղատեսության process-ներ անում, ճանապարհների հնարավոր վայրերում են տեղատեսության process-ներ անում, էլեկտրահաղորդման գծերի վայրերում են տեղատեսության process-ներ անում։ Նկատի ունեմ Այն ինչ որ հրապարակային պետքա լիներ, մեծ մասը արդեն եղել է։ Հիմա աշխատանքային մակարդակում գործելու ժամանակն է եւ աշխատանքա տեղի ունենում։ Եվ գործնականում այսօր էլ, եթե ոչ ամենօրյա, ամեն շաբաթյա ռեժիմով ինչ որ մի ինժեներական հարց է քննարկվում, ինչ որ մի կոնստրուկտորական, նախագծային, ֆինանսական, լոգիստիկ Քաղաքական եւ տրամական ոչ մեկ խոչընդոտ կա, ըսավ վարչապետը, եթե կորձառնական ու գազագերբչական բնույթի խնդիրներ չհարաճանան, նպատակ ունին այս տարի սկսելու շինարարական աշխատանքները։ Ձառուկյանի կորձարարությունները նախընտրական խոստումներու պատճառով փակելու մասին լրագրողը նկատել տվավ, որ մինչև այս 8 տարի ժամանակ ուներ իշխանությունը։ Փաշինյանը վստահեցուց չկա կորձընթացը, որ սկսած է ընդրություններն յետք։ Անոնք շատոնց կան, բայց խոչընդոտված են դարբեր ծևերով։ Եվ ես Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնել եմ պարտավորություններ, այդ պարտավորությունները պետք է կատարվի։ Նույն ճոպանուղու հետ կապված process-ները 8 տարի առաջ սկսվել են։ Ուղղակի ամեն անգամ արհեստական խոչընդոտներով հետաձգվել են, նոր եկե հասե, այդ թվում օրենսդրական բացերի պատճառով։ Ես հիշում եմ ճոպանուղու հետ կապված process սկսել այն ժամանակ, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզպետ։ Ինքն է առաջին անգամ ինձ բերել, որ սենց հարց կա։ Եվ այդ պահից սկսած դրա շուրջ process-ները ոչ մի րոպե չեն դադարել, ոչ մի րոպե։ Վարչապետին նորընտրված ժամանակ անոր ինքնաշարժի շարասյունը Գարմիր լույսի տակ կգենար ճիշտ համարելով զայն։ Հիմա ոչ։ Նախաբես Փաշինյանը գսեր, թե ադրբեջանական հրոսակախումբերը միայն Ղարաբաղի յետևեն չէ որ եկած են։ Անոնք հայոց ցեղասպանությունը շարունակելու, Հայաստանը ոչնչացնելու խնդիր դրած են։ Հիմա նույն Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցելու մասին գխոսի։ Վարչապետը դարձյալ մեղադրեցին հին ու նոր հայտարարություններու, գործողություններու դարբերության մեջ։ Գարմիր լույսին վերաբերյալ անպատասխանեց։ Դեղի ունեցած է անվտանգային միջավայրի փոփոխ
փոփոխություն։ Այո, կանգնում ենք, հիմա չենք կանգնում, որովհետև այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները, բայց եթե ձեզ հետաքրքրում է ոչ մի Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավար այդքան փողոցներով չի քայլել եւ չի քայլում եւ այդքան բնակավայրերով չի լինում։ Եվ ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ տրամաբանական է, որ այո, խնդրեմ կա Հայաստանում խցանումների, չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը պետքա բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ է մնում։ Ըսված շատ բաներ ոչ թե գմորնանք, գհերքենք կամ գուրանանք, այլ գհասնենք այդ ըսածին, հետո ադիգա հարաճ կբերեն նոր հարցեր ու մարտահրավերներ, պատասխանը շարունակեց վարչապետը։ Այո, ես նաև ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանից էլ առաջ տասնյակ անգամ չեմ թողել, որ դուք հիշեցնեք, որ ես ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես եմ տասնյակ անգամներով ասել, այո, ես եմ մարդն եմ, ով այդ ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Եթե չասեի, մենք մնալու ենք այդ թակարդի մեջ, այդ պատանդի կարգավիճակում, որովհետև չենք հասկանալու տենց էլ իլավ ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։ Մոլորությունը այն է, որ մեզի գտվեր, թե Արցախը մերն է եւ հարցը գործընծնել չգործընծնելն է։ Մենք Հայաստանը գործընծնել չգործընծնելու խնդրի առջև եղած ենք, կրկնեց Փաշինյանը։ Այդ ժամանակ երբ որ ես խոսում եի Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, այո, ես խոսում եի այդ մտադրության մասին եւ համոզված եի այդ մտադրության մասին խոսում եւ հենց այդ ժամանակա, որ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք, որ մենք մտածում ենք, հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Եվ այդտեղ է, որ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեց եւ մենք հասկացանք, որ մենք պետք է այդ հարցերը լուծենք։ Ոնց պետք է այդ հարցերը լուծենք։ Հենվելով Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա։ Երկրի ղեկավարը նշեց, այդ ադեն ու այդ վերլուծություններու արդյունքով է, որ ծնած է իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը։ Օրերս հայաստանյան ու ադրբեջանական ընկերությունները համաձայնակիր ստորագրած են դարանցիկ համացանցի փոխանցում եւ մատակարարում ապահովելու մասին արևդրային հիմունքներով։ Քննադատություններ կան, թե Հայաստանը գաղվածություն ցերկ պիտի բերե Ադրբեջանեն դեղեկատվության արդահոսք ու դիտարկում կրնալալ։ Այսպիսի մեկնաբանությունները վարչապետը կզարմացնեն։ Սովորաբար, եթե գաղվածության վտանգը լա, այդ գաղվածության մեջ կհայտնվի ոչ թե դարանցիկ երգիրը, այլ այն երգիրը, որ այդ դարանցման վերջնագետն է։ Մենք անդադ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա։ Ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի Հայաստանի տնտեսական, քաղաքական, կշիռը եւ անվտանգության մակարդակը մեծանում է։ Եվ սա այնքան ակնհայտ բան է, որ այսինքն այն մարդիկ, ովքեր տենց են ասում, ուզում են Հայաստանը լինի փակուղի, ուզում են կոնֆլիկտի փակուղի լինի, մենք ասում ենք, ոչ, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։ Հարավից հյուսից, հյուսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, պետքա ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, դա է խաղաղության եւ անվտանգության երաշխիքը։ Ադրբեջանի Օրդուբադ քաղաքի մեջ Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին փառատոնը, որուն ընթացքին Հայաստանին ուղված պահանջներ հնչած են, մեր երկրի ղեկավարը ընդունելի չի համարեր։ Սակայն ըսավ, գիտե անոր պատճառահետևանքային գաբերը նույն ձևով ընդունելի չեն Հայաստանի մեջ Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը։ Քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկով։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը։ Ինչ կվերապերի խորհրդարանի ընդրութենեն յետք, կառավարության նոր գազմին վարչապետը ըսավ փոխվարչապետներու եւ նախարարներու փոփոխություն պիտի չլա, այլ մագարտակներու վրա նոր մարտոց նշանակումները չեն բացառվիր։ Նիկոլ Փաշինյանը կսպասե նաեւ աշխարհի լավագույն 200 համալսարաններու շրջանավարտներու թիմումներուն կառավարության անձնագազմի բահոստի մեջ ընդգրկվելու համար։ Հունիս 6-ին հրաբարակված ցայնակրության քրեական գործով Ավետիք Չալաբյանը գալանավորված է։ Քննչական կոմիտեին փոխանցման փորձաքննությունը հաստատած է, որ ցայնակրության մեջ խոսող անձը ինքն է։ Քննությունը կվերապերի ընդրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտելու նախապատրաստության գործին, մինչդեռ պաշտոնական կողմը հերքած է մեղադրանքները։ Представьте себе Саратов. Есть условная организация. Պատկերացուցեք Սարաթովի մեջ կա պայմանական գազམ-ակերպություն օրինակ։ Սարաթովի հայերը
Ոչ, անիգա կգոչվի Alpha Plus, առավել այնտեղ գուբր գբրե, հաղորդակցության ուղիներ, խողովակներ, խողովակաշարեր եւ այլն։ Պետական մրցույթներ կստանա, կգանչվի հարկելի գազագերբության սեփականադերը կամ համասեփականադերը, գազագերբության հարկելի սեփականադեր։ Ցերկով այդտեղ 20 անց կաշխատի հայկական անձնակրով։ Ապահովեցեք, որ անոնք այնտեղ երթան եւ ճիշտ կվեարգեն։ Թող մտածեն ի վերջո, ադոնք պետական տրամամիջոցներ են, չէ՞։ Համացանցի վրա հունիս 6-ին տարածված հայնակրության են շաբաթներ անց քննչական կոմիտեն հայտնեց։ Քրեական վարորդի ընթացքում նշանակված փորձակնության եզրակացության համաձայն պարզվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ավետիք Չալաբյանը։ Վարույթի շրջանագններս Չալաբյանը հունիս 24-ին ցերպակալվեցավ։ Թադարանն ալպավարարեց զինք 2 ամիսով գալանավորելու միջնորդությունը։ Քննվող քրեական վարորդի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ վարորդային գործողությունների արդյունքներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը հանդիսանալով հայաքվե միավորման համակարգող Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացված խորհրդարանական ընտրությունների իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով 2026 թվականի մայիս ամսին մեկնել եւ հանդիպումներ է ունեցել այդ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում վերջիններից հետ պայմանավորվածություն է ձեռք բերել եւ թրթել է նրանց, որպեսզի վերջիններս խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցող անձանց ընտրությունների ազատ իրականացմանը։ Ըստ քննչական կոմիտեին Չալաբյանը դվյալ պետության պաշտոնատար անձանց շահագրգռելու միջոցով թրթած է, որ անոնք խումբի գազմին մեջ նախնական համաձայնությամբ իրենց ծառայողական իշխանական լիազորություններ եւ ադոնցմով պայմանավորված աստեցությունը օգտագործելով դվյալ պետության մեջ կորձող տնտեսավարող գազագերբություններու սեփականադերերու միջոցով ստիպեն գազագերբություններու մեջ աշխատող ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներուն մեկնել Հայաստան։ Այդ անցին 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններուն ընթացքին պետք է քվեարկեին ուժեղ Հայաստան Թաշինգի օգնին։ Ըստ համացանցի վրա տարածված ղեկավարություններու ցայնակրության մեջ Շալաբյանը գզրուցե Ռուսիա տեսփանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի եւ երկրորդ քարտուղար Կրիստինա Ալյոնկինայի հետ։ Տերցայնակրության տարածման օրը Թանիել Իոնիսյանը իր Facebook-յան էջին վրա գրած էր, որ անգախտի դորտ Թաշինքը գրությամբ պիտի թիմե քննչական կոմիտե, որովհետեւ այս ցայնակրությունը գծվի Ռուսիո պաշտոնատար անցած կողմէ Հայաստանի մեջ իշխանության զավթման փորձի մասով հարուցված քրեական կորձին։ Իոնիսյանը կենթադրե, որ իրենց հաղորդումով ուղարկված փաստերու հիման վրա ցերպակալած են Չալաբյանը։ Վերջինս հունիսի 7-ին լրագրողներու հետ ժապազրույցի մեջ հրաբարակված ցայնակրությունը որակած էր որպես կեղծիք, բնթելով, որ անհրաժեշտ է բարձել ադոնց իրական աղբյուրը։ Անհաստատած էր, որ նախապես հանդիպում ունեցած է Ռուսիո տեսփանության ներկայացուցիչներուն հետ, սակայն զայն փնութագրած էր որպես ճանաչողական շփում։ Պաշտպան Վարաստատ Հարությունյանը Ավետիք Չալաբյանի կորձը զավեստալի որակած է։ Ըստ անոր քննչական կոմիտեն գոյություն չունեցող փաստական հանգամանքներ վկայակոչած է։ Հսկող թադախազի որոշումով Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ադոնցմով պայմանավորված աստեցությունը օգտագործելով խումբ անձանց կողմէ նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելու նախապատրաստության համար նախաքննությունը կշարունակվի։ Այս շաբաթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։